Բարև բարեկամներ, եւ այսպես Շուշին ազատագրված է, եւ այդ մասին գիտե ամբողջ աշխարհը։ Հաղորդումը եթեր տալու հաջորդ օրը մայիսի 16-ի առավոտյան ես գնացի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացություն կամ ինչպես ժողովուրդն է ասում Արցախ կոմիտե, որպեսզի թույլտվություն վերցնեմ օդանավով Ստեփանակերտ մեկնելու համար։ Սակայն այստեղ ինձ ասացին, որ թռիչքները դադարեցվել են, որովհետև նախորդին ազերիները հրթիռահրետակոծել էին Ստեփանակերտի օդանավակայանը եւ թռիչքի պատրաստվող ինքնաթիռը այրվել էր։ Իմացա նաեւ, որ ինքնաթիռի մեջ է եղել նաեւ Շավարժ Վարդանյանը, որը վիրավորվել էր, բայց բարեբախտաբար հասցրել էր դուրս գալ վառվող ինքնաթիռից։ Իսկ ահա իրերը, այսինքն Շուշիում նկարահանած տեսայերիզները, այդպես էլ հրոճ արագ դարձան։ Հազար ափսոս, ասում են Շավարժը անգին կադրեր էր նկարահանել։ Ինչևէ, ես ստիպված մնացի Երևանում։ Մայիսի 18-ի երեկոյան ամբողջ քաղաք խոսում էր այն մասին, որ բացվել է Լաչինի ճանապարհը եւ Արցախը ցամաքով արդեն կապվել է Մայր Հայաստանին։ Ես դրանում համոզվեցի մայիսի 19-ի առավոտյան, երբ հանդիպեցի Բենի Ղարախանյանին, որը նկարահանել էր այդ երանելի պահը։ Աշխարհը մերը դարձած, մենք ձեռնամուխ պիտի լինեինք հաղորդման պատրաստմանը, սակայն կարմիր լույս վառվեց մեր առջև։ Ձեր ծրագիրը փակված է, ասացին մեզ, ոչ մի պատճառաբանություն, փակված է ու վերջ։ Զորի բալայնի միջամտությունը նույնպես չօգնեց, իսկ Աշոտ Մանուչարյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ազգային անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը, ինձ ասաց. «Զուր ջանքեր մի թափեի»։ Կարճ ապրեց ՀԱՏԵՏ-ի ծրագիրը, սակայն կարծում եմ մնայուն հետք թողեց հայկական հեռուստաեթերում։ Այս երկար բարակ, բայց երևի անհրաժեշտ նախաբանից հետո ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բենիկի կատարած նկարահանումները Սամվել Շահմուրադյանի որոշ մեկնաբանություններով, մի այր, մի հիանալի մտավորական, գրող հրապարակախոս, պատգամավոր, որի համար հայրենասիրությունը ամբիոնային ճառ չէր, այլ կոնկրետ, առարկայական, շոշափելի հասկացություն, հանուն որի էլ նա զարկվեց այս նկարահանումներից բառացիորեն 3 ամիս հետո Մարտակերտի շրջանի Վաղոհաս գյուղի համար մղված մարտերում։ Այսպիսին էր երևում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը Շուշիի բարձունքներից։ Ընդամենը 2 օր առաջ, երբ սկսվեց գրոհը Շուշվա, ճիշտ այս դիրքերից գնդակոծում եւ ռմբակոծում էին Շուշին, եւ ահա նրանցից մեկը իր ճակատագրով, ով գնդակոծում էր Շուշին, նա ականանետ էր գործածում եւ այստեղ մնաց իրականանետը։ Անմիջապես Շուշի քաղաքում խփնված առաջին տեխնիկան, զրահամեքենա այրված դիակներով։ Առաջին զրահամեքենան է Շուշիի տարածքում եւ զրահամեքենայի աշտարակը գնդացրով ահավասիկ ինչ ասել է շրջափակում եւ ինչ ասել է Թալան երկաթուղու գծերին։ Այս հավաքովի տնակները, որոնք կառուցվել են Շուշվա մոտիկությամբ, գրեթե քաղաքի տարածքում, նախատեսված են եղել Հայաստանի Հանրապետության համար, աղետի գոտու համար, միգուցե Սպիտակի, միգուցե Գյումրվա համար, թալաներ են եւ կառուցել Շուշիում։ Պատերազմը մնում է պատերազմ, սա էլ ցավոք սրտի մեր տանկն է, հայկական տանկը, որը մվել է Շուշիի գրոհի ժամանակ համար։
Կրակել են մեկ ուրիշ տանկից։ Ահա այս բարձունքից։ Եվս մեկ օրինակ ադրբեջանցիների զրահատեխնիկայից BMP կոչվածը հետևակի ռազմական մեքենան մեր տղաները վերանորոգում են օգտագործելու համար։ Այստեղ մինչև 1988 թվականի մայիս ամիսը Նելսոն Ստեփանյանի կիսանդրին էր։ Զանգն է, որ 70 տարի շարունակ չի հնչել եւ վերջապես ահա այսօր հնչեց զանգը, որը գտնվել էր մզկիթի գետում։ Շուշվա հպարտություն եւ բարձանք, Շուշվա խորհրդանիշ, Սուրբ ամենափրկիչ եկեղեցու, Ղազանչեցոս եկեղեցու գմբեթին դեռևս չի վերահաստատվել խաչը, բայց արդեն ծածանվում է եռագույն դրոշը։ Աստված մեզ միշտ հաղթանակ տա։ Ամեն։ Տեղ ենք տալիս տղաներ։ Տեղ հա։ Հա, տեղ հա, ուղը։ Այսօր շատ հուզիչ պահեր մենք ձեզ հետ տեսանք, բայց դրանցից մեկը ես կուզենայի առանձնացնեմ։ Երբ մենք ճանապարհվեցինք Ստեփանագերտից Շուշի, այդ մոմենտին մեր տանկերը, մեր զինվորներով հետ մտան Ստեփանագերտ։ Եվ հազարավոր մարդիկ, կանայք եւ երեխաներ հավաքված ճանապարհի երկու կողմերը ծաղիկներ էին շպրտում։ Այդ բանը ես տեսել էի կինոյում, նվիրված մայիսի 9-ին։ Հիմա մայիսի 9-ը մեզ համար արդեն երկակի իմաստ ունի։ Շատերն են զարմանում Շատերն են զարմանում, թե ինչու ադրբեջանցիները չեն պայթեցրել Շուշվա Ղազանչեցոս եկեղեցին։ Չեն պայթեցրել միայն մեկ պատճառով։ Այստեղ եղել է զենքի եւ զինամթերքի մեծագույն պահեստը։ Երևի թե մտածել են, որ ազատամարտիկները չեն գնդակոծի եկեղեցին հայկական եւ ահա դուք տեսնում եք գրած կայանքի հրթիռների մեծ պահեստը։ Այս հրթիռները հիմա մեր ազատամարտիկների ձեռքին են եւ կաշխատեն թշնամու դեմ։ 90 թվականից որպես հայ ազատամարտիկներ մեզ շատ եղբայրների հետ մեր հողը պաշտպանելու համար նաև դուրս եկան Կարագացի շրջանից մեր 4 եղբայրները։ Եղիզարյան Ավետիք, Խաչատրյան Լովա, Մակբետ Մատևոսյանը եւ ես։ Շատ ենք բռնվեցինք եւ շատ ենք տարապել այս թուրքական բերդերում։ Եվ կյանքում չէինք մտածի, որ նորից կմտնենք Շուշվա բերդը, բայց այս անգամ հաղթանակած։ Եվ մեր ձեռքով կարողանանք բացել բերդի վարոտները։
Տղերք, ես բանտում նստել եք, ինչ եք զգում հիմա։ Ես զգամ, որ ես մենակ գիտեմ, որ ընձել աշխարհում ուրիշ երջանկություն գլախոճում պետք չէ, ես վերջապես հողս անեցի։ Դի էլեզի ուրիշ երջանկություն չկոր, վերջապես շուշու հողի մեջտեմ, իմ նստած կամերը, եւ ես ստեփի աշխարհում որ տեսնել բերդի պետք է։ Ես բերդի պետք է ես դերին Թուրքիային բերեմ այստեղ։ Իմ փոխարեն դիրան նստել ու ես իրաց տանջեմ։ Ուրիշը դեր երջանկություն, երազանք չկա աշխարհում։ Ուրեմն մեր կյանքի առաջ անգամ կալանավորվել ենք այս բերդում, ամենադաշան օրերն էր մեր կյանքի եւ ես այսօր երկրորդ անգամ եմ մտնում եւ կյանքիս ամենաուրախ ու երջանիկ օրն է, երբ մտնում ենք բերդ, բայց հաղթանակած զենքով։ Այս շատ երջանիկ մոմենտ էր գալու։ Դու ինչ կասես եղբայր։ Ես կարամ ասեմ, բացի մեզնից մեր շատ հայտ տղերներ կային ստեղծած, նույն տանջանքն ու չարչարանքն էին տեսնում ինչ որ մենք։ Ես ինչ ասեմ, փառք Աստծո, որ այսօր հաղթանակել ենք ու միայն ցանկանում եմ այստեղ թուրքերի մարդ լինի, ոչ թե հայերի, ոչ թե մեր ազատամարտիկների։ Դուք մատրաց եք տալիս, քշերը թե ոնց։ Չէ, ինչ մատրալ։ Իրաց տալիս չէ։ Հայրին չի։ Հայերի չեն տալիս մատրաս, բայց թուրքերին մատրաս ասում։ Հենց այս երկաթի Այսինքն օգտվել ենք մեկ տեղից ամեն ջուր, ամզուգարան։ Եվ այս փոքր տեղն ապրում էր լվացքը, շոշալն, ամեն ինչը այս կամերում եղել։ Մի ժամ պրագուլկեր 14 հոգի ընդամենը այս 2 մետրի վրա ապրել։ Ընդամենը 2 մետր։ Եվ 14 ման։ Այս դրանցով իշքան են խփեք, գլխից, ես դրանց դեմ թուրք են։ Շատ են խփես։ Ներքևը 2, ներքևը 3, ընդեղ 4, 4 հատ գյուղա վարվում։ 4 հատ գյուղա վարվում։ 4 հալարներն է։ 4 հատ քյոսալարա կոչվում, հա? Յուխարի վեստալի դες բաներն, հա? Չէ, թող ընդեղ շուրտա, թթով դեպի են կողմը կանգնի։ Տղերքը թող իշնեն միջից։ Վրա։ Եկեք գոհ դեպի այդ կայնի։ Ադե ինչ դիասը։ Ֆասան ինչ պիտի անի, քելա։ Հա? Իմ կարծիքով շատ քիչ ուժերով քանի հոգի եք, сколько вас человек там? 135 было, 6 ранено, 130. Ну вот 130 հոգով գրավել է պաստորեն 6 գյուղ։ մի մեծ եւ շատ հարուստ տարածք։ Մենք հիմա շատ մոտ ենք Հայաստանից, երևի թե մի 30 գծով մի 30 կիլոմետր։ 30 կիլոմետր։ 30 կիլոմետր, հա։ Откуда? Հասկացա իրանք է, իրանք է։ Своя граната. Հոգնել ա տղեն, ոչինչ։ Ես որ կողմերից եք գալի, մի քիչ պատմի։ Որ կողմերից։ Գալիս ենք Բալուջայ Ստեփանակերտի կողմից։ Մեր նպատակներից է որպեսզի այս սահմանները վերջի գյուղերը ազատենք։ Շուշվա շրջանի։ Շուշվա շրջանի։ Անոնց վերջանում է Ղարաբաղը։ Լաչինի ռայոնը գալիս։
Ես իսկականից մեր աշխատանքը կատարեցինք։ Այս բոլոր գյուղերը վառեցինք։ Տղաները լավ հոգնած են։ Տղաները հոգնած են, Վիրավոր ոչ ունեք։ Էմի վիրավորներ։ Են ոտին որ կպերեր ձեր տղաներից էր, տարան։ Չէ, նա մեր սկզբից ագեսից մեր կրակը նա ինչ ընդեր, նայիր, յաններ այն տների մոտ էր։ Ագեսից որ կրակը ստերես վիրավորվեց մի քիչ չանի կողմից, հետո մոտան։ Այս էստեղ դպրոցի հետ է, դպրոցը, դեսենք դիտ բռնած է։ Վերևից այ եմ բարձունքից որ, բարձունքը դպրոց ասա դպրոցը։ Յանը մի բարձունք, դեր իրենց իսագես է դրած, Ուրիշ գործեր հետ ոնց են։ Գործեր հետ այդ տեսել եք։ Էդ եմ ասում, կռվի ժամանակ է կռվում ենք։ Քեզ միշտ քաղաքականության ժամանակ, քաղաքականությամբ ենք զբաղվում, հիմա կռվի ժամանակ է մարտերին ենք մասնակցում։ Ստեփանագերտում միշտ սիրուն հագնված, շապրված, կուլտուրական։ Հիմա ճիշտ գործ։ Միշտ ժամանակ էր էլի։ Շուտով էլ կսափրվենք, ամեն ինչ կանենք, գեղեցիկ կհագնենք, դուրս կգանք։ Հիմա սա է պետք է գործնալ։ Ասա, Արտուր ջան, հեսա թույ միսինը բերեն, ասա ախտուն եկա։ Թույ միսինը շուտ բերեն։ Շուտ արեք։ Բերնեք, բերնեք, ասենք են, բաներ ենք, տանիքի միսին բերենք։ Արամ ջան, հես։ Արդի շարա։ Հա, դե երթը վստահ։ Պեսի չի կարա վերին դաղպիր ջան։ Ավելի շուտ լաչինի վրա էր դա։ Ցենտրալն տելևիզիան, հա։ Ձեր բանի տելևիզորով, տելևիզորը չկա։ Արապաչկնա մեր։ Она сладчина. Вот так и будет, так и будем. Яцук! Ты чего это? Из Городина. Из Городна, че? Kes sıksak şey herhalde.
Վերջապես Բերդաձորում ենք, սա Բերդաձոր գյուղախումբի մեծ շեն գյուղն է, ջոկատները մտել են 16 մայիսի, ճիշտ մեկ տարի է անցել այն օրվանից, երբ թողեցինք Բերդաձորը, բայց փառքացու արդեն նորից հայ մարդիկ են այստեղ, գյուղը ավերված չէ, պահպանվել է լավ, Բերդաձորցիները վերադառնալ, գյուղից շուրջ 2 կիլոմետր ներքև այժմ ընթանում է ոչ ծանր մի մարդ, մեր մարդիկները կճնշեն թշնամուն, դրանում ոչ մի կասկած, շատ շուտով, այժմ շարժում ենք այնտեղ։ Մենք շեն ունենք Բերդաձորում, առաջիններից մուտք է գործել Բերդաձոր, հենց Բերդաձորցիներից կազմված ջոկատը, ես այստեղ տեսնում եմ ծանոթ իմ լավ ընկերներին, Գագիկը, Լևոնը, Իդրիսը, Հրաչը, ուրիշներ, մենք Զավենենց հայրական տանն ենք, Զավեն երևի դու երկու խոսք ասես։ Ահա մենք ուղիղ մի տարի ամել տոնը մեր գեղա թողել ենք, վերջի մեզ դաժան կերպով ենք քշել ստեղից։ Դե մենք վերադարձել ենք մեր հայկական ոճը։ Իսկ ինչ ես կարծում Զավեն, ուրիշները կվերադառնան, մարդիկ կգան։ Ես չեմ կարծում, որ ամենից վերջ երեխեն էլ գալու է գյուղ։ Այսինքն համոզված ես, որ գալու են, համոզված եմ, վերաշինելու եք այս գյուղը եւ ինչպես որ դարերով եղել է, լավ էլ պիտի լավ ապրեն։ Ես համոզված եմ։ Բոլորս էլ Չէ՞ որ մեզ տեր կայնեն ամեն ինչ լավ կլինի, շատ երեք կգան, մեզանով չի դարձել։ Դագ ջան, դու իսկ ասես երկու խոսք։ Ինչ ասեմ, ընդհանրապես նման պայմաններում կռվում են ազգի լավագույն տղաները, կարելի ասել ազգի սերուցքը, որոնց տեսնում եք այս դաշտերում, եւ կցանկանայի մի խոսքով միայն մեր ընտանիքներին բոլորին հայտնելու մենք ողջ եւ առողջ ենք, գտնում ենք մեր գյուղում, իսկ թշնամին ահա փախչում է, այդքան բան։ Երբ որ գնացել ենք շատ բան արել, բայց ոչ մի բան չկա, Աստվածանի ամեն ինչ նորից կդզվի, պիտի եւ դզենք, սես չի մնա, մենք երկու աղբերը որ ստեղ ենք, ես գործի մա, ես գործում եմ պիտի միջև վերջ տանենք։ Ես էլ երևի թուրք իմանացորդներից եմ մնացել, ես ուրիշ բան չկա։ Դու թանգը դնում ես թանգը։ Լավ, մի հատ ուզում ես մի հատ փորձե իմանալ ինձ դեղյակ վայես։ Ոնց հասկացա։ Դեցնից որ դրել եմ։ Minna erkutelde direkt. Esa es. برا متشينه وانا الطلال Сейчас они надмутся там. Это я согласен.
Патроны как ценник никогда не бывает много. I'm in top of. Արդես տեղից են, այս կողմել աջեմ կաղրդես։ Բայց ինչ-որ պարս է, բայց… Это сейчас заберут. Ты против чего был в Шуше? Получилось? Алексей, Нахчевана, Ашивонца, Герпик, пацанов. Вот едет специальный генерал наш, Министерство обороны, будет заниматься вооружением. Будет. Я увольнение взял на себя. Имею право. Хорошо, все, тут не надо вот это. Давай. Нет. Все команды получили. А я Андрей Цемгарот Эсселемели, банка... И Май едет, мы же вперед шли. Он увольнение получит, знаю как. После Берлина, Бакуна. Нет, увольнение не давать, пока Нахчеван не возьмем. Ни в коем случае. Կորեսպոնդենտ ողջ ես։ Ապրես։ Հաղթանակի կենաց, աստված։ Ողջ եղնիկ, հաղթանակի կենացը։ Ես դες մատա, բալավ, ես դες մատա, Մինա կամակը տստա քիշ կտարա է։ Պետի մայրիկն է։ Լևովի մարդ է, նեմեր տեղ գյուղերը պահում է, մեկ շեքեր հետ է դուժում։ Հերոս խուտուք հետև է երկալալ է։ Քոնչոն է, միրեք նարյա քոնչոն է։ Ես մակինա հանգիս կնի։ Քոներ բասոր այդ վախում հապզակվան մակամը զիրա է։ Աղջի կնի հանգիս կնի ասեց։ Ես դες մատա։ Ները կեմ ունու կշերներ։ Ճանապար են բացել մեզ համար։ Մենք պարտավոր ենք սրանից հետո ամուր կանգնենք, որ էլ տշամին չկարողանա մտնել։ Սկավորը տեղի չես։ Նյատել եք եմ, իրեն որ երի վերցնում։ Իրանք պատի բարրել ես կաղաքը։ Հասկանում ես, իրանք պատրաստիկ Բորիսը բարրի։ Այսպիսով Արցախը ճեղքեց բլոկադան եւ ցամաքային կապ հաստատեց Մայր Հայաստանի հետ։ Ժողովուրդն այդ ճանապարհը իրավամբ կոչեց կյանքի ճանապարհ։ Ու սկսեցին հոսել բեռները հայրենիքից մինչ այդ պաշարված Ղարաբաղ։ Այդպիսի մի ավտոշարասան հետ էլ հունիսի 1-ին ես վերադարձա Ստեփանակերտ։ Տեսնել էր պետք մարդկանց ուրախությունն ու հրճվանքը, որը սահման չուներ։ Այսպիսին էր 1992 թվականի մայիսը,
ավարայրի, Սարդարապատի, մեծ հաղթանակի Շուշիի ամիսը։ Իսկ ինչ եղավ հետո, այդ մասին մեր առաջկա հաղորդումներում, առայժմ